Կնդրեմ, ապսետնային իներ կամարը կապրել գործեգեսում։ Արգենի բրկա, առաջատում հայտնի, մումարի 19-2023 թվականին ազատությունում տեղի ունեցած կնդրևի երկինից արարողների զոհանելու սկզբում որտեղից և ինից հետ տեղեկատվությունը մարզային քրթական վարչությունը ըստ մեր սահմանված կարգի ներկայացրել է էլեկտրոնային եղանակով կենտրոն, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, հավաքագրվել է եւ այդ ինֆորմացիան արդեն հասանել է եղել ինձ նաեւ որպես տվյալ ստորաբաժանման պետի տեղակալ եւ արդեն այնտեղից ես հասկացել եմ որ ուրեմն գրված է եղել որ 15 հոգի են զոհվել եւ 6 հոգի փրկվել են, բայց այդ հանգամանքները եղել է ըստ տեղեկագրի։ Իսկ Telegram-ն հարթակում ինչ-որ այո, Telegram-ն հարթակ եղել է, հիմա դա չկա։ Մենք ուրեմն գրուպա ունենք, այսպես Telegram-յան, այդ Telegram-յան հարթակը նաև գիշերներ են դեպից։ Ինչով եմ իմացել, մեր գրուպայի մեջ ցանկացած, հիմա օրինակ մենք WhatsApp-ով ենք աշխատում, այդ գրուպայի մասին ասկը, պաշտոնական մեր ծառայության մեջ դա կա։ Այն ժամանակ Telegram-յան այդ գրուպաներ, այնտեղ տեղեկատվությունը հրդեհաշիժման ղեկավարի կամ փրկական աշխատանքի ղեկավարի կողմից փոխանցվում է այդ գրուպայի մեջ։ Այսինքն ըստ կարգի, այսինքն ՃԿԿ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնը մարզային ստանում է ղեկավարից, գցում է գրուպայի մեջ, որ այդ ստորաբաժանումների ղեկավարները, օրինակ մարզային պետերն են, մենք ենք ու էլի պաշտոնատար անձին կան, տարբեր ստորաբաժանումներից են կան, որ հասանելի լինի անմիջական հասկանան ինչա այս բանի տեղ ունեցում։ Նախնական ինֆորմացիա, ասենց ասում եմ, նախնականը շեշտեմ, ու հետո արդեն առավոտյան իրանք վերլուծում են ինչը հնարավոր է, որ արդեն վերջնական լինի, այդ վերջնական արդեն տեղեկագրի մեջ տեղեկատվությունը տրամադրվում։ Դուք Telegram-ն հարթակում երբ որ ժամին մոտավորապես։ Ժամերը գիշերն է եղել, ասենք գիշերը օրինակ համար ժամերը հիմա օրվա գիշերը։ Այդ ժամը 1-ից հետո, 19-ի գիշերը, ասենք կարող է 20:30, 3-ին, 4-ին, այդպես բարբերաբար դրվել է ինֆորմացիան, օրինակ սկզբից եթե ինչ-որ մի ինֆորմացիա եղել է, հետո մի 2 ժամ հետո կարող է արդեն լրացված ինֆորմացիան նորից տեղադրվել է։ Այդ կարգի է։ Իսկ ինչ է տեղեկացել։ Տեղեկացել են, որ շատ լավ որտեղ է գտնվում, ինչ չափերի մասին նախնական կարող է մակերեսը եղել, հիմա ես չեմ հիշում, մակերեսի մասին է երևի գրված եղել, տան ընդհանուր մակերեսը ինչքան նայվել, նախնական, ամեն ինչը նախնական, եւ հնարավոր, այսինքն այս ժամերի հետո են հասկացել ինչքան նայել, ինչքան մարտաներսումներ է զինվորների մասին հասկացել։ Այդ տեսեք նշեցիք որոշակի ինֆորմացիա տրամադրվում, այդ նշեք օրինակի համար տրամադրվել է հրդեհի առաջացման պատճառի մասին ինֆորմացիա։ Առաջացման պատճառներ չեն տալու մեզ, նման գործառույթություն չկա, այդպես դա ասեմ, պատճառները մեր մոտ ընդհանրապես հրդեհի մասով նման եզրույթ մենք չունենք եւ դա չենք օգտագործել։ Իսկ Telegram-ը հարթակի տեղեկացել է դեպքի մանրամասների հետ կապված կոնկրետ ձեր ենթականները ինչ գործառույթներ են իրականացրել, քանի մարտական հաշվարկ է մեկ։ Մարտական հաշվարկ եղել է, որ սկզբից եղել է 2 մարտական հաշվարկ եւ գիտեք ոնց է եղել, սկզբից ասացին, որ այս բանը մենք ունենք 4 թե 5 օր, չեմ հիշում էլի թվերով, հետո արդեն գիտեք ընթացքում որ աշխատանքները կատարել, հետո ընթացքում արդեն տեղեկատվությունը նորից լրացվել է, ասենք ասեմ։ Այն նշեցիք նաև, որ ճիշտ չեն կավելու արդյունքում հարցազրույց տալու ժամանակ դուք նշել եք, այսպես ասած, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Դրանից հետո փորձել եք ճշգրտել արդյոք վերջը ինչպես է տեղի ունեցել, ոնց է եղել։ Ու զինծառայողները իրականում որտեղ են գտնվել, շինության ներսում որտեղ անկից որ տարածքներից են հանում զինծառայողները։ Սկզբից 1-2 օր անցավ, արդեն ոնց որ ալիքը տարածվեց, համացանցի մասին է խոսքը, ինձ իմ ընկերները, ծանոթներ ասում են, ոնց որ ցենց կարող է չի եղել, հետո որ արդեն ես գամ էր զինվորին, որ ես ինքս լսեցի, որ ասեց ձայներ եմ լսել, վազվզոցի, հետո արդեն ես
Վարդենիսի պետը մեր մոտ եկել էր հանդիպման, ես իրան հրավիրեցի մեր մոտ, ասում եմ խնդրում եմ պարզաբանում, ինքը ասեց հա, ես ձեզ չեմ ասել մահճակալների վրա, ես ասել եմ մահճակալների սենյակում, ասեց պարոն Սարոյան, ինչ եք տենց բան ասել, ասում եմ, ես զարմացա, տենց եղել է, դա մի քանի Մենակ Գարուշը սենց ասել, բերշ ու ճիշտ ես, ասել կամ սխալ ես, ասել դրանից է կապությունը։ Ուժով։ Մխիթար Կարապետյանի մասին է խոսքը։ Մխիթար Կարապետյանից եմ ես ճիշտ է։ Հա, ի վերջո Մխիթար Կարապետյանը ինչ է ասեցի, ծառայողները թեկուզ ամենները դե չեն իմանա, կոնկրետ ինչ քանակով է կամ որ հատվածում են գտնվել։ Ինքը ասեց տարբեր հատվածներում են եղել ու ասեց, որ բոլորը մահճակալների վրա չեն ասել։ Դուք սխալ եք ինձ հասկացել, այդ 14 որ ես ասել եմ, մահճակալների վրա որ ասել եմ, դա սխալ են տալում է։ Իսկ այդ հաղորդմանը դնալուց առաջ վերաբացության կողմով է, որ դուք լիարժեք դե ինֆորմացիայի չեք դիակներում օրինակ։ Չեք դառնում։ Բարիշ տեղեկություններ հայտնել Ես ուրեմն գնացել եմ այդ հաղորդմանը այն տեղեկատվությամբ, մոտս որ եղել, այդ տեղեկագիրը որ ասեցի, բայց այդ տեղեկագրի մեջ չկար գրված նշված է եղել ժամերը, կանչը ստանալու ժամը, որ ծառայություններին է փոխանցվել, 102-ին են փոխանցել, 103 ազգային անվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարություն։ Գրված է եղել քանի մարտական հաշվարկը գնացել կանչի վար, գրված է եղել հետո մի հատ մեքենայի օգնության նորից կանչվել, այդպես այդ գործողությունը ժամերը այդպես, իսկ ինչ վերաբերում է գտնվելու մասով տեղեկագրի մեջ չեղել, այդ ես իմ նախաձեռնությամբ եմ գործահարեցել, ի պաշտոն այսպես ասեմ։ Իսկ վերաշրջման աշխատանքները կատարելու գործընթացը ազատ ստանալուց հետո տվյալ վայր ժամանակու ժամանակահատվածը արդյոք ճիշտ է կազմակերպված եղել, ժամանակին է կազմակերպված եղել, արևելույթ խախտումներ եղել են թե չեն եղել, եթե եղել են ներկայացրել խախտում։ Կայաց ծառայության համապատասխան ստորաբաժանում են վերլուծություն իրականացվել է, խախտումներ չի հայտնաբերվել, մարտական հաշվարկների արձագանքման եւ ժամանակին կանչի վայր գործողությունը իրականացման մասով չի եղել, բայց դա մեր ստորաբաժանումը չի անում, մենք այդ գործառույթ իրականացնելու համար համապատասխան ստորաբաժանում ունենք, որը որ ուսումնասիրման, հրդաշիժման այդ աշխատանքների համապատասխանությունը կարգին։ Ինչ հասկովեցի, ոնց մի բան հարցի։ Խախտումները մենք կիլոմետրերով հաշվարկի ենք արել, որ մենք ունենք միջինացված արագություն դեպի վայր մեկնելու 45 կիլոմետր ժամ եւ բազմապատկի մարտահրավերության ժամ եւ հասկացել ենք, որ ժամանակի առումով մենք ճիշտ ժամանակին հասել ենք կանչվել։ Ոնց որ մի քիչ շուտ ենք հասել։ Ձեր պատասխանը ձեր ճիշտ հասկացա, ըստ էության ինտերվյու ասած հարցազրույց տալու ժամանակ դուք սխալ հասկանալով Մխիթար Կարապետյանի ասածը ներկայացրել եք, որ 18 ծառայողներ ախտաշ բարգած են եղել, հետո 14-ն եմ ասել, 14-ն ենք ասել, մեկն էլ ասել եք, ասել եմ մուտքի մոտ, ոնց դրան մոտ, դրանից հետո լրացուցիչ ճշգրտումներ կատարելուց պարզել եք, որ իրականում սխալ եք ասացել, ոչ թե 15 դոլար հոգի տղաները մահճակալի պատասխանելու մասին է խոսքը, այդ մահճակալների սենյակում գտնվելու մասին է խոսքը։ Ճիշտ եմ հասկացել այս բանը։ Տեսեք, ուսան մի փոքր շեղում, բայց այս հարցը կարծիքով դեպքան չեսնեմ, դուք հանդես եք եկել հանրային մեծ լսարանի համար ու ուսուցչության տրվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը եւ այդ տեղեկատվությունը տրվել է ոչ թե որպես Արսեն Սարոյան, այլ տրվել է որպես համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչ։ Հետևաբար տեղեկատվությունը կարելի է այսպես ասել, որ հնչել է այնից եւ ոչ թե հենց ձեզնից որպես անձ։ Դրանից հետո որ բազմաթիվ տեղեկատվությունը սխալ ամեն ծառայության կողմից կամ ինչ-որ մի ձեր պաշտոնական արտաքներով փորձել եք այդ ամենը շրջել, թե ոչ։
պաշտոնական հատկականներով, այդ որ ես ասում Երկու տարածել օրինակի համար, որ դուրն բրման խնդիրը է սա է, եթե այո, ապա որտե է, եթե ոչ ապա մեր մոտ այդ որ ասում անոր անցել է, որ արդեն հասկացան սխալ ինֆորմացիա էր, արդեն ես փորձեցի, որ իմ պետին ասեցի, որ կարող է արդեն հերքելու խնդիր լինի, ասել, կհասկանանք, եթե ոնց է ճիշտ է, կհերքենք, հետո որ պարզ դարձավ, արդեն դատախազի կողմից հերքված 16-ը հետո, այսքան ինձ որ հրավիրեցին քննչական, այդ ցուցմունքից հետո նոր հերքեցին, եւ տրամաբանություն դրա մեջ եմ տեսնում, այնպես։ Իսկ կոնկրետ զինվորների քանակի հետ կապված Մխիթար Կարապետյանը ձեզ հայտնել է կոնկրետ մահացած զինծառայողների քանակ, որոնք եղել են մահճակալի վրա։ Չէ, այդպես չէ։ Ինքը ես դες ասեցի 14 ընկալել էի, այսինքն սխալ ընկալումը մահճակալների վրա։ Ինքը ուզեցել էր ասել 15-ն են եղել, 14-ը մահճակալների սենյակում, ճիշտ է տենց, է՞։ Իսկ ես այսպեսի մի հարց էլի, պետական աշխատանքն իրականացնելիս առասարակ այն աշխատակիցների կողմից արձանագրվում է մահտեր։ Մահ չէ, մեր մոտ չէ արձանագրվում, մեր կողմից չէ։ Այդ տեսեք Օլյան Մուխտեր Կարապետյանը այս տարբերություն տալուց նշեց, որ պետական աշխատանքների ընթացքում մենք համարում ենք ուժած, այլ ոչ թե օրինակ դիակի որոնում չենք անում, ուժածի որոնում ենք անում ապակամի ինչից։ Դա այդպես է դարձել չէ, եւ այդպես է Կարապետյանը չկարողացավ նշել օրինակի համար ինչով է կարգավորվում, դրա մասին չկասել։ Ուժած, եթե մենք սենց պատասխանում, եթե մենք որոնողական աշխատանքներ ենք անում, դուժած եզրույթն ենք օգտագործում։ Եթե դուժածը պայմանական ասենք, այն դիտակից է, բայց մենք չենք անում, ասենք դա մահ թե ոչ, մենք 03 ծառայող, ասենք բժիշկների կողմից, որ փոխանցում ենք շտապ օգնություն, նոր արդեն մասնագետների իրանք են արձանագրում։ Հարգելի իմ հարցին քիչնստերի պատասխանեցիք։ Ի վերջո դուք ստացել եք հանրություն գնալ եւ տվյալ հարցադրություն մասնակցել։ Դուք ձեր վերադաս ես լիարժեք չեմ իրավիճակին, լիարժեք ինֆորմացիա չեմ կարող տալ, սխալվելու հավանականությունը մեծ է, հաշվի առնելով իրավիճակը, հնչեղությունը, հարցին նուրբ մոտենալու տեսանկյունից։ Չէ, նման խոսակցություն չի եղել, ես ինքս իմ մեջ, քանի որ գնում է հարցազրույցի, փորձեցի լրացուցիչ ինֆորմացիա, որ ասեմ չէ, լիարժեք չեմ տիրապետում, նման դիմում չեմ մնացել վերադասին չէ։ Մենք արձևս, որը միտետ պատասխանել, դուք միտում ունեցել եք կերս տեղեկատվությունը հրապարակային հայտնելու թե չէ։ Միանշանակ ոչ։ Չունենք կարող ձեր Շնորհակալություն պատասխան դատել, հենց պարոն Վարդյանի հարցի դուք ընդունում եք, որ դուք կերս տեղեկատվությունը հրապարակել։ Ես ընդունում եմ, որ սխալ եմ ընկալել, այո, այդ տեղեկատվությունը ճիշտ չի տարածվել։ Որ ասա իր հետ է դառնում Կարամյան։ Որ հաստատեց իրացած։ Հիմա դրանք է դիտել, դա կասա։ Բան է դարձել։ Այդ քանային հրավիրողի հարցին պատասխանեցիք, որ դուք վերադասի հանձնարարության գնացել եք քանային հաշվարկեցում, բայց մինչև այդ անդրադառնալու Telegram տեղեկատվական հարթակին անդրադառնալ, դրանով կան։ Դուք կոնկրետ կհիշեք, որ ժամին եք տեղեկացել դեպքի մասին։ Չեմ հիշի, բայց screenshot-ը ստողով է ինչ իմ հեռախոսի։ Դուք այդ օրը որտեղ եք եղել։ Բանը, գիշերվա մասին է խոսքը։ Հերթապահության չեք։ Չէ, իմ ֆունկցիան հերթապահություն չունի։ Որ ժամին եք քնել։ Ժամը չեմ կարող ասեմ, բայց ես մեկ-երկու անգամ զարթնել եմ կարդացել այդ ինֆորմացիան։ Հենց զարթեցիք, հենց ձեր առաջի խնդիրը Telegram-ում։ Դե մենք հեռախոսային կողքը դրած արինում, հիմա էլ գիշերը պարբերաբար մտնում ենք նայում։ Եթե շատ շտապ բաներ ու արձագանքելու կամ մեծ դեպքերում, մարդը զանգարում են, եթե ամբողջ 12 ժամը գիշերվա չեմ կարող, չէ՞ կարող անեմ, այդ ժամանակ զանգարում արդեն իմ ծառայության ներգրաված այդ օրվա հետապահ աշխատող եւ մեծ դեպքերի մասը տեղեկացնում եմ ասեմ։ Հիմա դա հանդիսանում էր ազատի զորամասում, ասեմ որական հարցանքների մեծացած դες մեծ դեպք։ Այո, դա շատ, այո, ես համարում եմ այո։ Այդ դատարին հայտ եք դուք ազատի զորամասի տեղի ունեցած
Հրդեհի մասին եք իմացել։ Դե գիշերվա ժամը, հիմա ժամը։ Որտեղ եք իմացել։ Տելեգրամյան խնդով։ Խմբում չեք կարողացել։ Հարթացին, որ նման այս տարածքում, Զորամասում, որը կացրան Զորամասի կացրան Հավիսանում, ընդդեմ կարծում Մարկերոսը պետք է գրված լիներ, որ հրդեհ կա եւ հնարավոր է ներսում կան ուժասներ, հնարավոր լինեն զոհեր, այդպես տեղեկատվություն արել է։ Հետո ինչ եք արել։ Դե հետո քանի որ հրաշքման աշխատանքները շարունակվում է, ես այդ պարբերաբար ասեցի 2 կամ 3 անգամ ընթացքում հետևել եմ, արդեն հավաքված հետո ես ինքս շուտ գնացի, ժամանակ երևի 7 կիլոմետր, այդ ժամանակ արդեն ընթացիկ ինչ ինֆորմացիա կար, արդեն մենք տեղում դա հասկացանք ինչա տեղ ունեցել նախնական այդ բանը։ Դուք հիշում եք ինչ ցույցում եք ալու։ Դե կարող է լրիվ չհիշեմ, բայց եթե հիմա ասեք, որտեղ ցույցում եք կարող որտեղ ճշմարտություն է։ Շատ լավ։ Կարելի է ջուր, եթե ջուր կարելի է։ Բանը դա դիտերակետ ու հանրության կամ առաջարկով որոշվել, որ ձեր հրկարծավորությունից անց պետք է հրավիրվի հանրային հեռուստաընկերություն։ Ո՞վ է նման։ Հիմա անմիջական ղեկավարն է հանձնարարվել։ Ըստ կարգի լրատվական մենք ունենք վարչություն, ես ենթադրում եմ, որ արդեն ինքը տնօրենին, ինքն էլ իր ղեկավարին ներկայացել է, որ ինքը հանձնարարվել է։ Եթե չեմ սխալվում, այս ժամանակ արտակարգ վարչակարգի նախարարությունն է։ Չէ, մենք այդ ժամանակ նոր ենք արդեն ներկայացել։ Հա, այդ 23 թվականի սկզբից հրկարծարարությունը, ոստիկանությունը եւ միգրացիոն ծառայությունը միավորման արդյունքում ներքին գործերի նախարարություն ստեղծվեց։ Այդ ժամանակ արդեն ստեղծվել։ Արդեն 23 թվականի սկզբը այո։ Նոր է։ Չէ, ես այդ process-ն եմ ուզում անցնել, որ դատային ուրեմն հայտնել։ Ումից եք ստացել առաջարկություն, որ ձեր ներկայացուցիչը պետք է ներկայանա հանրային հեռուստաընկերություն։ Ո՞վ է Պետրոս Ղազարյանն է։ Չէ։ Ինձ ասել են ղեկավար, ճգնաժամային կառավարման ազգային պետ։ Մկրտչյան ասում։ Մկրտչյան ասեն նա ստացել առաջարկություն։ Չէ, ես եմ ստացել Իրանից։ Հա, Իրանից հանձնարարություն եմ ստացել։ հարց են կապել։ Չեմ ասում։ Իմ խնդրեմ ուշադրություն։ Ձեր ներքին գործերի նախարարության քրկարած ծառայությունը ումից է ստացել առաջարկություն կամ հանձնարարություն, որ ձեր ստորաբաժանման որևէ ներկայացուցիչ պետք է այդ օրը այսին ժամին գնա Պետրոսի մոտ չգիտեմ, չեմ կարող։ Դուք անձամբ ստացել եք ասել մտքչանը ձեզ գայել։ Ինչ ասել։ Ասել, որ գնալու ես քննարկման, հանրային քննարկման հաղորդում ալինելու դեպքի մասին։ Դուք երբևէ հաղորդման մասնակցել եք ինչև է պետք։ Հաղորդման չեմ, բայց եղել Armen Press-ում եմ ուղիղ եթերով չեմ հիշում եւ, բայց մեր դրանից երևի մի տարի կամ մեկ տարի առաջ եղել է եւ եղել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մեր մոտ արդեն եղել է որևէ դեպքերով, ասենք մի 5 րոպե 10 րոպե եղել է, որ հարցազրույց են տվել, նման դեպքեր եղել է։ Այսինքն ուզում եմ հասկանալ ինչ չափորոշիչներով որոշվեց, որ դուք պետք է ներկայանաք հանրային հեռուստաընկերություն։ Չեմ կարող ասեմ, կարող է գտել եմ, որ դա ես պետք է ներկայացնեմ։ Գնահատել եմ, չեմ կարող ասեմ, իմ այդպես հարց է տալիս։ Լավ, ով է գտել։ Ով է ինչ արել։ Ով է գտել, որ դուք պետք է ներկայացնեք։ Ասեմ Մկրտչյանը քանել է հետ։ Չեմ կարող ասեմ։ Որոշումն է, առաջարկումն է, թե ոնց որ ասեցի, ըստ վերադարձության եւ ինքն է տնօրենը, ենթադրում եմ, ըստ կարգի առաջարկությունը տվել են լրատվական այդ որ ասեցի վարչությունն էլ համբերնա պետք է տեղյակ լինի ով է գնում եւ արդեն այդ մանրամասները չեմ կարող ասեմ, որ հիմա ենթադրություններ չանեմ, ինձ կոնկրետ ասել եմ Մկրտչյան ասում եմ իմ պետը, իմ ղեկավարը։ Լավ, հանդիպումից առաջ դուք ում եք հանդիպել, ձեր ծառայության վերադասի։ Չէ, հանդիպում չեմ ունեցել, բայց զանգարել եմ, ասես Սերոսը զանգարում եմ Մկրտչյանից։ Չէ, Մկրտչյանը ասես ստորաբաժանման պատասխանատու։ Վերադասին։ Վերադասի չեմ հանդիպել, չէ ոչ մեկ։
Այդ տեղեկատվությունը, որ մեր կար, այդ օպերատիվ տեղեկատվը, այդ մասով ինձ հանձնարարել, որ գնամ դրան համապատասխան տեղեկատվություն ներկայացնում այդ հանրային քննարկմանը, թե հարց ու պատասխան կլինի։ Բայց ես մի քիչ էլ առաջ եմ, քանի որ ես գնալու եմ, փորձեցի լրացուցիչ հակառակ։ Նիկատյան այդ օպերատիվ տեղեկատվում այդ ամփոփագրում դուք ծանոթացել եք։ Այո, իհարկե ծանոթացել։ Ձեզ ինչը դրդեց, որ դուք զանգեիք մխիթարը կարողացան։ Այդ ամփոփագրումը շուտ բաց չէ բավարար։ Ասի կարողանանց հարց տան, որ կարող ասեն չիմանամ, ինքները դեպքի վայրում ականատես ինքը ղեկավար եղել, փորձեցի հայթայթեմ լրացուցիչ տեղեկատվություն։ Այդ իմաստով անձնական նախաձեռնությամբ փորձեցի հայթայթեմ։ Ի պաշտոնը նաև ինչ